Արդյոք կարող ենք մենք պլանավորենք մեր մյուս արձակուրդը Եվրոպայում առանց վիզայի։ Անգամ ազատականացման գործընթացում հստակ ժամանակացույց գոյություն չունի։ Ապրելու համար բացարձակ չեմ պատկերացնում Հայաստանից դուրս որևիցե երկիր, ոնց որ 100%-անոց ամեն առումով, ռելիեֆով, բնությունով, ամեն ինչով ոնց որ գտնվեք Արցախում։ Վաճառում են իրենց տունը, այսինքն իրենց վերջին հանգրվանը Հայաստանի եւ ոչ լեգալ ճանապարհով մեկնում են Եվրամիության երկրներ։ Ողջույն, այսօր սկսում ենք մեր թողարկումը Սուրեն Պետրոսյանի հետ։ Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացը շատերը պատկերացնում են տեխնիկական գործընթաց, որ պետք է ուղղակի Եվրամիության նորմերին համապատասխանի, բիոմետրիկ անձնագրեր լինեն, միգրացիոն օրենքները համապատասխանեն, բայց Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացը ամբողջությամբ քաղաքական գործընթաց է եւ անգամ ազատականացման գործընթացում հստակ ժամանակացույց գոյություն չունի եւ դրա մասին նաեւ Եվրամիության պաշտոնյաներն են բազմաթիվ անգամ ասել եւ հատկանշական է, որ վերջերս Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության խոսնակ Պիտեր Ստանոն, որը եթե չեմ սխալվում, այսօր 1 ամիս առաջ ավելի ճիշտ նշանակվել է Սլովակիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ, շատ հստակ հայտարարեց, որ վիզաների ազատականացման գործընթացը կարող է սկսվել, բայց դրական ավարտ չունենալ։ Դրա մասին նաև խոսեց Չեխիայի դեսպանը, ասելով, որ դա որևիցե բան չի նշանակում, եւ սա իրականում բավականին բարդ գործընթաց է եւ ինչպես արդեն նշեցի, քաղաքական գործընթաց է, որտեղ պետք է Եվրամիության անդամ 27 պետությունները սրան համաձայնություն տան։ Այո։ Եվ այստեղ կան բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք կարող են չհամընկնել, եւ այս ազատականացման գործընթացը որպես խաղաթուղթ է պահվում պետությունների համար, ովքեր իրենց քաղաքական նպատակներին կամ շահերին կծառայեն, այդ պարագայում ազատականացման գործընթացը կարող է դիտարկվել։ Այսինքն այստեղ ամենևին նշանակություն չունի, թե ինչքանով է մեր միգրացիոն օրենսդրությունը համապատասխանում Եվրամիության պահանջներին, թե ինչքանով են բիոմետրիկ անձնագրերը համապատասխանում, ինչքանով են հակակոռուպցիոն մեխանիզմները համապատասխանում, սրանք ամենևին նշանակություն չունեն։ Ազատականացման գործընթացը վիզաների բացառապես քաղաքական գործընթաց է, որը տեխնիկականի հետ որպես այդպեսին այդքան կապ չունի։ Մի խոսքով անհույս ելնել դեռևս պետք չի։ Այսինքն պետքա սպասենք եւ հասկանանք ինչքանով է դա, այսպես ասած, ռեալ։ Սա քաղաքական առևտրի արդյունք կամ հետևանք է լինելու, եթե իհարկե լինի։ Դրա համար մենք պետք է նաև հստակ լինենք, մենք ինչ ենք դրա դիմաց տալիս եւ ինչ ենք դրա դիմաց նաև ստանում, որովհետեւ օրինակ սոցիալական առումով կա եւ դրական եւ սրա բացասական։ Օրինակ տարիներ առաջ բավականին խորքային հետազոտություն էր արվել, իհարկե ոչ պետական կազմակերպությունների կողմից, որը նաև վերաբերում էր Վրաստանին, հաշվի առնելով մեր տարածաշրջանի ժողովուրդների մշակույթ եւ սոցիալ-հոգեբանական կոմպոնենտները, եկել են այսպիսի եզրահանգման, որ օրինակ եթե վիզաների ազատականացման այդ ռեժիմը գործի, այսինքն առանց վիզայի մենք կարողանանք մուտք գործել Եվրամիության երկրներ, դա նաեւ ինչ որ միտեղ արտագաղթը կարող է նաեւ նվազեցնել։ Առաջին հայացքից սա աբսուրդային է միտքը թվում, բայց նաեւ այդպիսի արդյունք կարող է ունենալ, որովհետեւ համոզված եմ մենք բոլորը շատ ենք առնչվում այս երևույթի հետ, որ մեր ծանոթները, բարեկամները, մեզնից շատերը նույնիսկ վաճառում են իրենց տունը, այսինքն իրենց վերջին հանգրվանը Հայաստանի եւ ոչ լեգալ ճանապարհով մեկնում են Եվրամիության երկրներ եւ այնտեղ հանդիպելով բարդություններին եւ այնտեղ երբ փլուզվում են միֆերը, պատրանքները, իրենց պատկերացած Եվրոպան իրենք չեն գտնում, նրանք երբ ուզում են արդեն վերադառնալ Հայաստան, արդեն ոչ թե դժվարություն են ունենում, այլ ըստ էության նաեւ ոչ տուն ունեն, ոչ այդ հնարավորությունները այլևս կան եւ հետեւաբար նրանք արդեն ստիպված են լինում մնալ եւ ապրել Եվրամիության այդ երկրում բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով։ Իսկ եթե դուք այդ վիզայի խնդիրը չեք ունենում, շատ հնարավոր է որ դուք գնաք եւ տեսնեք իրականությունը ինչպիսին է, դուք տեսնեք որ ձեր պատկերացածի հետ այդքան էլ չի համընկնում, չի համապատասխանում, հեշտությամբ կարողանաք հետ գաք եւ ձեր առօրյան շարունակեք Հայաստանում, այսինքն չեք այրում ճանապարհները։ Նաև այս գործոնը կա, այսինքն սրան պետք չի միայն բացասական տեսանկյունից նայել, որ եթե վիզաները ազատականացվեցին, բոլորը համատարած լքելու են Հայաստանը եւ
այլևս որևիցե մեկը չի վերադառնալու։ Նույն օրինակը նաև Վրաստանի պարագայում եղավ, ճիշտ է, այնտեղ արդյունքները շատ հակասական են, հիմա Եվրամիության երկրները բավականին լուրջ խնդիրների առաջ են նաև կանգնած այս առումով, որովհետև այս կոմպոնենտով պայմանավորված հանցագործությունների թիվն է մեծացել, միգրացիոն հոսքերն են դարձել անվերահսկելի, սակայն սա Այսինքն ներքին անվտանգությունը կարող է, այսպես ասած, ռիսկային խնդիրներ ստեղծվի իրանց համար։ Բնական է, հենց դրա համար եմ ասում, որ Վրաստանի օրինակով շատ տարբեր Այո։ հարցեր են առաջ եկել, որ հետագայում արդեն Վրաստանի փորձից հետո այլ երկրներին այլ կերպ են արդեն փորձելու այդ ինտեգրացիոն process-ը կազմակերպել կամ վիզաների ազատականացումը կազմակերպել, հաշվի առնելով Վրաստանի փորձից հետո առաջ եկած այդ բոլոր խնդիրները։ Այո, մենք կարող ենք օրինակ Վրաստանին որպես օրինակ ձևակերպենք։ Հա, որպես օրինակ կարող ենք ասել, թեպետ Վրաստանը քաղաքական եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից մի ամբողջությամբ այլ օրինակ է, բայց վիզաների ազատականացման հարցում եւ այն խնդիրները, որ կարող են վիզաների ազատականացումից հետո գալ, ըստ էության ժողովրդագրական առումով շատ մոտիկ են մեզ։ Ֆինանսական առումով ինչ կասես, կարող է դրական ազդեցություն ունենա, թե բացասական այս ճանապարհը։ Այստեղ երկու կոմպոնենտ կա ֆինանսականի։ Եթե մենք հաշվի ենք առնում այն ֆինանսական փոքր ծախսերը, որ պահանջվում են համեմատաբար իհարկե փոքր, որ պահանջվում են վիզաների ստացման համար, եթե դրա մասն է խոսքը, այո, բնականաբար փոքր առավելություններ կլինի, նաև այդ բյուրոկրատական այդ քաշքշուկները չեն լինի վիզայի ստացման համար, իսկ եթե արտագնա աշխատանքի մասին եք ասում, արտագնա աշխատանքը շատ դժվար կլինի հիմա ասել, որովհետև Ռուսաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջև աշխատաշուկայի առումով հսկա տարբերություն կա, այսինքն այս նույն տարբերակը մոտ ժամանակները դժվար թե գործի, ու ինչպես մարդիկ օրինակ գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մի քանի ամսով, կարողանում են աշխատել եւ հետ գալ, հետո մյուս տարի նույն ժամանակահատվածով գնալ աշխատել եւ էլի վերադառնալ, ապա Եվրամիությունում այս խնդիրը այդքան էլ հեշտ չի։ Բայց կարիք է համեմատել Ռուսաստանի հետ։ Չէ, բնականաբար դա ամբողջությամբ այլ շուկաներ են, թեպետ ես տնտեսագետ չեմ, դրա մասնագետը չեմ, ուղղակի ես իմ տեսածով կարող եմ դա ասել, որ շատ տարբեր են շուկաները, անգամ նույնիսկ Եվրամիությունում այդ արտագնա աշխատանքը, չակերտավոր արտագնա աշխատանքը բավականին դժվար է կազմակերպել, որովհետև օրինակ շատերը կլինի դա Չեխիայից, Լեհաստանից կամ անգամ Իսպանիայից, որ փորձում են աշխատանք գտնել ավելի բարձր վարձատրվող երկրներում, եթե կարելի էսպես ասել, օրինակ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, անգամ հենց այնտեղի քաղաքացիներն են մեծ խնդիրների եւ մեծ դժվարությունների հանդիպում, այսինքն դա այդքան էլ այդպես չէ, հա, որ այստեղ վիզաների ազատականացման ռեժիմը գործեց եւ մենք կարողանանք միանգամից գնանք արտագնա աշխատանքի 3-4 ամիս աշխատենք, բավական գումար վաստակենք եւ վերադառնանք Հայաստան, այսինքն սա այդքան էլ դրա մասին չէ։ Իսկ Սուրեն, քո ամենասիրած երկիրը ապրելու համար Եվրոպան ո՞ր մեկը կընտրես։ Ապրելու համար բացարձակ չեմ պատկերացնում Հայաստանից դուրս որևիցե երկիր, դրա համար ապրելու համար դա կլինի Միացյալ Նահանգները, կլինի Եվրոպա, որևիցե այդպիսի երկիր, որևիցե այդպիսի քաղաք իրականում գոյություն չունի, դրա համար անգամ չեմ էլ դիտարկում, չեմ էլ ուզում այդ հարցի ուղղությամբ նույնիսկ մտածել։ Շնորհակալ եմ։ Իսկ տուրիստական առումով ինչ կասես։ Տուրիստականը եւս բարդ է, որովհետեւ կապ ունի թե հետաքրքրությունները որ ոլորտի են այդ այցելության պարագայում, օրինակ մշակութային են, ակտիվ հանգիստ է, պասիվ հանգիստ է։ Մշակութային օրինակ։ Հա, մշակութայինը շատ էլի բարդ հարց է ասել։ Վիեննա, Լիոն, առաջնահերթ երևի Վիեննա, հետո նոր Լիոն, Լիոնը Ֆրանսիայի, դեպս Ֆրանսիան եւ Շվեյցարիան շատ եմ սիրում, չնայած Վիեննան Ավստրիայի Ավստրիայի մայրաքաղաքն է, բայց Ֆրանսիան ընդհանրապես շատ եմ սիրում եւ Շվեյցարիան, բայց այնուամենայնիվ երևի թե առաջին տեղում կլինի Վիեննան, հետո նոր Ֆրանսիայի մշակութային քաղաք, մայրաքաղաք համարվում է Լիոնը, եւ հետո արդեն Լիոնը կլինի։ Իսկ ակտիվ հանգիստի առումով ինչ կնախընտրես, որ քաղաքը։ Դա էլ նախընտրությունները ավելի շատ սահմանափակվում են եւի թե Շվեյցարիա եւ Ֆրանսիա։ Ձմեռային հանգստի առումով սիրում եմ շվեյցարական Ալպերը, դահուկի համար չտեսնված վայրեր կան։ Նաեւ շատ սիրում եմ Ֆրանսիայի Կանն քաղաքը, բայց ոչ թե դրա ինչ որ ճոխության եւ այդ ճոխ կյանքի համար, այլ ավելի շատ հանգստի սեզոնից դուրս
հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր աուրան շատ այնց դուր գալիս, որ հարազատ քաղաք լինի այդպիսի աուրա է, բայց երևի թե ամենաշատը այս ամենից դուրս մեկ այլ պատճառով կասեի Կորսիկան, բայց ինչի համար հատկապես Կորսիկա, որովհետև բացի այն, որ դա չտեսնված վայրի բնություն, նաև մի հետարքիր զգացողություն է առաջանում։ Ես մի քանի տարի առաջ, 2-3 տարի առաջ, երբ Կորսիկայի մենք Կալվի քաղաքից, երբ ուղևորվում ես Այաչո, Կորսիկայի մայրաքաղաք, ծովի ափով չի ճանապարհը, այսինքն դու այդ ճանապարհի ընթացքում չես տեսնում ոչ ծովը, կարծես դու ընդհանրապես ծովին մոտիկել չես կամ ինչ-որ լեռնային մի երկրում ես։ Եվ այդ ամբողջ տարածքը անցնելուց, այդ Կալվից մինչև օրինակ Այաչո անցնելուց, որ վայրկյանին դուք ձեր աչքերը բացեք, շուրջը նայեք, ձեզ կթվա, թե դուք գտնվում եք Արցախում։ Եվ չեք կարող գտնել մի մարդ, ում աչքերը փակեք եւ միանգամից այնտեղ աչքերը բացեք եւ ինքը որևիցե տարբերություն գտնի Արցախի հետ, Արցախից։ Ոնց որ 100%-անոց ամեն առումով, ռելիեֆով, բնությունով, ամեն ինչով ոնց որ գտնվեք Արցախում։ Ուրեմն հարազատ է քեզ։ Բնականաբար, հենց դրա համար էի ասում, որ ինչ հիշողությունները արթնացնում, ինչ զգացողությունները արթնացնում։ Դրա համար այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան, շատ խորհուրդ կտամ միանգամից առաջինը այցելեն Կորսիկա։ Իսկ մի հատ էլ հարց, ուղղակի մենակ բնությունն է այդքան ծանոթ եղել ձեզ, թե ժողովուրդն էլ են հայերի պես եղել։ Իրականում շատ հետաքրքիր է, բայց շատ մեծ նմանություն կար ժողովրդի։ Կորսիկացիների եւ հայերի միջեւ շատ մեծ նմանություններ կար ու ինչն էր հետաքրքիր նաեւ դեպ երբ օդանավակայանից մենք իջանք եւ տրանսպորտը, որը մեզ սպասում որ մեզ պետք է տաներ քաղաք, առաջի բառը, երբ վարորդը մեզ հետ խոսալուց ասեց դա խնդրում եմ մեզ հանկարծ շփոթեք ֆրանսիացիների հետ։ Իհարկե Կորսիկան ֆրանսիական կղզի է, բայց ասեց մեզ խնդրում եմ հանկարծ ֆրանսիացիների հետ չշփոթել, մենք կորսիկացիներ ենք, այսինքն իրենք ունեին հստակ ազգային ինքնություն, իրենք նույնականացում ունեին եւ ամեն տեղ, ամեն քայլափոխ իրենց այդ ազգային ինքնությունը արտահայտվում էր։ Դա կլիներ իրենց տուրիստական նավերի վրա, իրենց դրոշը, դա կլիներ խանութներում, կլիներ օրինակ, չգիտեմ, երգիչների մոտ երբ գալիս են օրինակ ռեստորաններում երգում են։ Յուրաքանչյուր երգիչ երբ գալիս էր օրինակ ռեստորանում, երգելու, առաջին բանը որ անում էր, Կորսիկայի դրոշը բացում էր, փռում էր միանգամից իր դիմաց, նոր էր սկսում իր կատարումը։ Եվ ինչ որ կապ չունի ինչ խանութ կմտնենք, օրինակ եթե մտնում ենք փորձում ենք սուվենիր գնել, երբ խոսում ենք անգլերեն, բնականաբար հասկանում են որ տեղացի չես եւ հարցնում են որտեղից եք, երբ ասում ենք Հայաստանից ենք, միանգամից շատ մեծ հարգանքով են իրենք խոսում մեր հետ, եւ ասում են մենք էլ ենք ձեր նման պայքարող ազգ ու ամեն անգամ երբ ասում ենք մենք Հայաստանից ենք, եթե եւի 5, 6, 7 այդպիսի սուվենիր ունեմ հետս բերած, որտեղ մարդիկ նվեր են տվել, բոլորը նվեր են տվել ավտոմատներ կամ զենքերի սուվենիրներ, որովհետև ասել են մենք էլ ենք կորսիկացիներս էլ ենք շատ պայքարող ժողովուրդ ենք ու ազգ ենք ու մենք էլ ձեր նման հայերի նման պայքարող ենք։ Իհարկե երևի թե իրանք տեղյակ չեն այս վերջերս ինչ են տեղի ունեցել իդեմս մեր իշխանության եւ ընդդիմության, բայց դա պատկերը չի փոխում։ Մենք իրենք ճիշտ պատկերացում ունեն մեր մասին, որ հայ ազգը իրականում պայքարող մաքարող ու ամենակարևորը հաղթող է եւ նրանց մոտ այդ մտապատկերը շատ լավ ասոցիացիա, շատ հստակ կա եւ մեր նկատմամբ մեր վերաբերյալ ասոցիացիաները այդպեսին են։ Ինչ կարծիք ունես հայ համայնքի մասին, օրինակ Ֆրանսիայում։ Ֆրանսիայում հայ համայնքը իրականում շատ մեծ է եւ շատ ազդեցիկ։ Մենք ունենք Ֆրանսիայում փայլուն համայնքներ, ես բախտ եմ ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում շատ տարբեր քաղաքների հայ համայնքների հետ հանդիպել եւ իրականում շատ մեծ տպավորություն եմ ստացել, թե նրանք ինչպես են կարողանում պահպանել ազգային ինքնությունը, ինչպես են կարողանում ամուր կապը պահել Հայաստանի հետ, թեպետ ինստիտուցիոնալ առումով Հայաստանի իշխանության եւ Սփյուռքի միջեւ մեծ անջրպետ եւ մեծ խնդիրներ կան, որովհետեւ ըստ էության Սփյուռքում հայ համայնքները եւ ներկայիս իշխանությունը շատ տարբեր ուղղություններով են գործում։ Օրինակ, եթե
Ֆրանսիայի հայ համայնքները բոլոր հնարավոր առիթներով դատապարտում են ցեղասպանության օրակարգը կամ այդ ցեղասպանության ճանաչման օրակարգն են առաջ մղում, ապա իշխանության կողմից Հայաստանի որևէ աջակցություն այդ օրակարգը չի ստանում եւ այստեղ ստացվում է տարամիտվածություն եւ նրանք որպես այդպիսին մեկ միասնական համակարգ չեն գործում, բայց այնուամենայնիվ նրանք հսկայական ազդեցություն եւ հսկայական դեր են խաղում նույնիսկ Հայաստանի կյանքում, որովհետև սկսած 2020 թվականի 44-օրյա պատերազմից, դրանից հետո բոլոր խնդիրների, արհավիրքների ժամանակ դրանք միշտ առավելագույնս եղել են Հայաստանի կողքին, եւ սա պետք է շատ հստակ արձանագրել, եւ նաեւ կուզեմ շատ հակիրճ անդրադառնալ Ստրասբուրգի համայնքին, որը թեպետ այնտեղ շատ երկար ժամանակ են ինչ ապրում են մեծաթիվ հայեր, այնուամենայնիվ որպես համայնք կարելի ասել նոր է ձևավորում, որովհետև գրեթե 1 ամիս առաջ այնտեղ օծվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն համայնք ունեցավ հայ առաքելական իր Սուրբ եկեղեցին, դրանից առաջ կիրակի օրերը կաթոլիկ եկեղեցուց ուղղակի ժամ էին վարձակալում, որպեսզի կարողանային պատարագ անցկացնել, իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առկայությունը համայնքում դա առանցքային կոմպոնենտն է, որ համայնքը կայանա առանց մեր եկեղեցու, որպես այդպեսին համայնքը ըստ էության չի կարող կայանալ եւ այնտեղ Ստրասբուրգի թեկուզ փոքրաթիվ համայնքը զարմացնում է իր կազմակերպվածությամբ, իր նպատակասլացությամբ եւ այդ բարձր գաղափարներին տանող ճանապարհին որևիցե խոչընդոտին չհանձնվելու այդ կամքի ուժը, որովհետեւ նրանք այդ փոքրաթիվ լինելու պարագայում էլ հսկայական անհավանական աշխատանք են տանում եւ դրա ամենավառ ապացույցը, ինչպես արդեն նշեցի, հենց այդ եկեղեցու ֆակտորն էր, որովհետեւ դա Եվրոպայում այդքան էլ հեշտ գործընթաց չի, հա, քաղաքապետարանից տարածք վերցնել, վարձակալել, կառուցել տարածքը, օծել եւ այլն եւ այլն։ Իրականում մենք ունենք շատ փայլուն համայնքներ, եւ որ ամենակարևորը պետք է հարաբերություն եւ շփումները նրանց հետ շատ ավելի խորացնենք եւ նույնիսկ տեղափոխենք շատ ավելի բարձր մակարդակի այն ինստիտուցիոնալացնելով։ Իրականում իմ մոտ էլ է ցանկություն առաջացել, որպեսզի այցելել Ստրասբուրգ եւ Կորսիկա։ Շնորհակալություն։